Ողջույն եւ բարի գալուսիվենեցի տաղավար, այսօր իմ զրուցակիցը իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն է։ Նրա հետ կզրուցենք երկու իրարից տարբեր, բայց արդիական թեմաներից։ Առաջինը եկեղեցու սպասավորների շուրջ ծավալվող իրադարձությունները, քաղաքացիական եւ քրեական իրադարձություններ, իսկ երկրորդ թեման գերիներին է առնչվում։ Այս տարի մենք տարբեր իրադարձություններով սկսեցինք, որոնք վերաբերում են գերիներին եւ իրավական կողմը կքննարկենք։ Տիկին Մելիքյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք ու եկաք։ Շնորհակալություն հավերի համար։ Եվ 3 հունվարի 31-ին մենք արձանագրեցինք մի իրավիճակ, այսինքն հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Բարսասչյան հոգևորականների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ, նրանք բոլորը հրավիրվեցին քրեական վարույթ իրականացնող մարմին, քննչական կոմիտե, եւ խնդիրը վերաբերում էր դատական ակտին խոչընդոտելու։ Նախ սկսենք այս թեմայից, ինքը բավականին հետաքրքիր թեմա էր, ալջուտը եկեք հետ գնանք, իսկ սկզբանե աշխատանքային իրավունքին, Գևորգ եպիսկոպոսին Մայրաթորը ազատեց աշխատանքից, այսպես ասած, ու որից սկսեց այս ամենը։ Ու այս մասում ինձ հետաքրքրում է ձեր դիրքորոշումը, որտեղ է ավարտվում եկեղեցու ինքնավարությունը եւ սկսում պետության պարտավորությունը, որը պարտավոր է պաշտպանել քաղաքացուն։ Դա դեպքում մենք իրավիճակ ունենք, երբ որ նրան ազատեցին, նա դիմեց դատարան ու հիմա արդեն պետությունը խառնվել է։ Գիտեք, 25 թվականի մայիսից ի վեր բոլորս բավականին լրջորեն փորձում ենք խորանալ հենց այդ հարցի շուրջ, հասկանալու թե որտեղ է այդ կարմիր գիծը սովորական պայմաններում գործող ցանկացած իրավաբանական անձի եւ եկեղեցու, որը կրոնական կազմակերպություն է եւ համապատասխանաբար մի կողմից պետք է ենթարկվի ներպետական օրենսդրությանը, մյուս կողմից ունի առանձնահատկություններ։ Եվ ըստ էության աշխատանքային հարաբերությունները այդ են տարբերություններից մեկն են էական, որը որ սովորական գործող կազմակերպությունից կրոնական կազմակերպությունը տարբերում է։ Ըստ էության շատ հստակ է, որ միջազգային պրակտիկայում համենայն դեպս եւ տարբեր տեսակի պետություններում, որտեղ այս հարցերը արդեն բարձրացվել են, մենք ցավոք սրտի այդքան կամ գուցե լավ է, որ չունենք բավականին հարուստ պրակտիկա հասկանալու այդ տարանջատումը, բայց համենայն դեպս կխոսենք, եղել են նախադեպեր այդ հարցի շուրջ։ Ըստ էության շատ հստակ է մոտեցումը։ Բոլոր այն պաշտոնները, որոնք իրենցից ներկայացնում են եկեղեցու սպասավորների ընտրության եւ այսինքն այդ թվում առաջնախաղացման կամ ընդհանուր բարձրագույն պաշտոնները, դա եկեղեցու ներքին մեխանիզմների որոշելիք հարց է։ Այսինքն դրանք չեն ընկնում սովորական քաղաքացիական կամ աշխատանքային օրենսդրության կարգավորման ներքո, որպես պաշտոնի նշանակում կամ ազատում նշեցիք, այն մարմինը, որը իրականում իրավասու է ըստ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնակարգերի, նման որոշում կայացնելու եւ նշանակելու եւ ազատելու այդ պաշտոնից եւ այլն։ Բավականին հետաքրքիր էր, որ այդ հայցը ներկայացվեց քաղաքացիական դատարան։ Այսինքն Գևորգ եպիսկոպոսի մասով։ Բավականին։ Բայց այս ձեր ասացի տրամաբանությունից ելնելով դա չպիտի մտներ այդ շրջանակը։ Տեսականորեն իրականում բոլորս գիտենք, որ մինչ օրս, այսինքն դարեր շարունակ գործել է եւ անգամ եթե վերցնենք միայն վերջին ժամանակահատված, անկախ Հայաստանի 91 թվականից ի վեր հատված, առաջին դեպքը չէ, երբ որ պաշտոնի նշանակում կամ ազատվում է բարձրաստիճան հոգևորական, այդ թվում նաև կարգալույց բավականին մեծ թվով անձինք են եղել եւ կարծես թե երբեք նրանց մտքով չի անցել, որ կարելի է դատարանում դա վիճարկել, հենց կարծում եմ նույն այդ փիլիսոփայությունից կամ մոտեցումից ելնելով, որ սա բուն ներքին եկեղեցական հարց է եւ եթե կա վեճ, այն նույնպես պետք է լուծվի այդ ներքին մեխանիզմների միջոցով, այսինքն եթե կարիք կա բողոքարկելու կամ ինչ-որ դժգոհություն հայտնելու եւ այլն։ Ըստ էության դատալեքսով, երբ որ փորձել ենք հասկանալ արդյոք կա Հայաստանում համանման պրակտիկա եւ ինչպիսի նախադեպեր ենք ունեցել, երբ որ ֆիլտրել ենք, գտել ենք ընդամենը մեկ գործ, որը այսպես թե այնպես առնչվում է համանման հարցի, երբ որ հայցվորներից մեկը բարձրաձայնում էր այդ ու նաև կարգավորիչ լինելու հարցը եւ դրանով պայմանավորված աշխատանքից զրկվելը եւ դատարանը իրականում շատ հետաքրքիր, բայց մյուս կողմից սպասելի գուցե եւ հաշվի առնելով միջազգային պրակտիկայի մոտեցում ցուցաբերեց հստակ տարանջատելով աշխարհիկ պաշտոնների
նկատմամբ աշխատանքային եւ քաղաքացիական օրենսդրության կիրառելիությունը ու նորմալ համարեց իրականում հետաքրքիր է որ եկեղեցին էլ չվիճարկեց դա, այսինքն ընդունելի համարեց եւ այդ հենց նորմերի շրջանակում էր գնում, հա, վեճը, բայց մյուս կողմից հենց կարգալույց լինելու հանգամանքը եւ դրա շուրջ process-ները դատարանը ասաց որ իր իրավազորությունից դուրս հարց է դա հենց այդ կրոնական կազմակերպության խոսքը չէր գնում հայրաքելական եկեղեցու մասին, բայց համենայնդեպս կրոնական կազմակերպություն եւ նույն կիրառելի հենց նորմերը ցիտեց, հա, դատարանը ասելով որ դա իրոք ինքնավարության հարցն է եւ ըստ դեպքում սովորական քաղաքացիական դատարանը չպետք է այդ հարցերի միջամտի։ Հայ առաքելական եկեղեցու մասով մենք չունենք նման։ Համենայնդեպս դատալեքսում չեն կարողացել գտնել, անգամ եթե կան չի երևացել։ Բայց անգամ այդ շրջանը 2013 թիվներով այդ որոշումը, անգամ այդ շրջանը մի տեսակ հանգիստ շրջաններ կրոնական կազմակերպությունների առաքելական եկեղեցու պետության։ Հիմա մենք ունենք անհանգիստ շրջան ու մյուս հարցը վերաբերում է հենց անհանգիստ շրջանը կարգավորող ամենակարևոր դրույթներից համանդրությունը, որ ասում է եկեղեցին անջատ է պետությունից։ Ու հիմա մի քանի ամիս է, տեսեք, դուք 2025-ի մայիսը ասացիք այս հարցը հնչում է, բայց դրա պատասխանը իրավական չկա։ Ի վերջո, այս գործողությունները, այդ թվում եկեղեցու գործողությունները, օրինակ իշխանությունից ասում են դուք մեր դեմ արշավը սկսել եք 2020-ի պատերազմից հետո։ Դուք շարունակել եք դա, երբ որ Բագրատ Սրբազանը դուրս եկավ ցույցին, եկեղեցին է հակադարձում, ասել դուք մեր դեմ եք սկսել։ Ի վերջո, որտեղ այս սահմանը, էլի, այս սահմանադրության այս հոդվածը խախտվել է թե ոչ։ Իրականում ձեր նշված իրավիճակը ներառում է մի քանի իրավունքի իրացման կամ չարաշահման դրվագներ։ Ըստ էության անջատ լինելը չի նշանակում ընդհանրապես որևէ կարծիք չհայտնելը։ Այսինքն մենք ունենք այստեղ կրոնի եւ դավանանքի ազատության իրավունքի խնդիր, այդ մի բան է, ինքնավարության համատեքստում եւ այլն։ Մենք ունենք խոսքի ազատության կամ արտահայտվելու ազատության իրացման իրավունք եւ ունենք նաեւ միավորվելու իրավունքը որպես արդեն հենց կազմակերպության գործունեության շրջանակներում եւ այլն։ Ըստ էության այդ քննադատությունը, որը դուք նշեցիք, վերաբերում է այդ հիմնականում վերաբերում է արտահայտվելու ազատության իրավունքի իրացմանը եւ մեր նայեք, եթե վարչապետը հայտարարում է, որ եկեղեցու ղեկավարը տվյալ դեպքում որպես կառույց պետք է լքիր պաշտոնը, հավաքում է հոգեվորականների խումբ, նրանց միջոցով նամակներ է ուղարկվում, հետո ԱԾ-ն գնում է հոգեվորականներին ասում է Գարգին Բեի անունը չպետք է ասեք, սա ակնհայտ խառնվել չի եկեղեցու գործողությունը։ Հենց դրան էի տանում, այսինքն մենք մի քանի տարի ունենք, տարբեր մակարդակներ ունենք միջամտության կամ ենթադրյալ չարաշահման կամ առերևույթ չարաշահման, հա։ Ըստ էության առաջին մեղադրանքը, այսպես ասած, ճակերտավոր, որը հնչել է, որ եկեղեցին իրավունք չուներ քննադատության ենթարկելու աշխարհիկ իշխանություններին, քաղաքականության կուրսը կամ գործողությունները եւ այլն, այդ թվում նաեւ որոշ բարձրաստիճան հոգեվորականների գործունեությունը վերագրվում է եկեղեցուն, ասելով որ նաեւ քաղաքական գործընթացներին են մասնակցում եւ այլն, եւ դրանով իսկ հենց առաջին հերթին առերևույթ եկեղեցին խախտում է այդ անջատ լինելը եւ չմիջամտելը գործողություններին։ Իրականում պետք է նախ առաջինը նշեմ, որ անջատ լինելը եւ գործերին չմիջամտել պետության, այսպես ասած, գործերին չմիջամտելը տարբեր բաներ են ու նույնացումը կարծում եմ սխալ է, որովհետեւ եկեղեցին ինչպես կամ եկեղեցու սպասավորները ինչպես եւ ցանկացած քաղաքացի իրավունք ունեն արտահայտվելու, կարծիք ունենալու, մասնակցելու որևէ երևույթներին եւ նույն սահմանադրությունը թեև նախատեսում է որոշակի սահմանափակումներ, այդ թվում նաեւ օրինակ հավաքներին մասնակցելու որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց, բայց հոգեվորականների մասով նման արգելք չկա։ Այսինքն քննադատությունը կարող է դուրեկան չլինել իշխանություններին, բայց դա այդ սկզբունքի խախտում չէ։ Հիմա վերադառնամ ձեր երկրորդ կամ վերջին հարցին, հա, ճշգրտող հարցին ու ասեմ, որ իրականում հենց կառավարությունը պետք է ավելի զուսպ ունի եւ ունի ավելի շատ պարտավորություններ չմիջամտելու կրոնական կազմակերպությունների ցանկացած այդ ու նաեւ հայ առաքելական եկեղեցու գործունեությանը եւ ձեր կողմից նկարագրված դրվագները այդ ու նաեւ որոշելու թե զեղչել ինչ որ մեկի հիշատակումը թե ավելացնել ով պետք է լինի այդ եկեղեցու սպասավորը կամ օգտագործել հատուկ ծառայությունների կամ ուժային կառույցների կամ տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, որպիսի համապատասխան ճնշում գործադրեն կամ արգելեն, միջամտեն այդ գործընթացներին, կարող է դիտարկվել, վստահ եմ, որ եթե հաշվի առնենք միջազգային դատական եւ կվազիդատական ատյանների նախադեպերը, կարող է դիտարկվել կրոնի եւ դավանանքի ազատության իրացման միջամտություն։ Հիմա մենք մի ուրիշ իրավիճակում ենք եւ սովորական քաղաքացիական վեճը, որը պայմանագրի մասին էր, այսինքն Գևորգ եպիսկոպոսը բողոքարկում էր, հետո դարձավ արդեն քրեական վարույթ։
Այս մասով ինչ կասեք, սա ինչի է նման։ Առաջինը կնշեմ, որ մենք հարյուրավոր աշխատանքային վեճեր ենք դիտարկել ընթացքում, հա, մեր գործունեության ընթացքում եւ պետք է ասեմ, որ նման միջոցի կիրառումը դատարանի կողմից ավելի շուտ կարող եմ անգամ բառ երևի աննախադեպ օգտագործել, հա, բավականին սակավաթիվ դեպքերում կարող ենք արձանագրել, որ բավարարում է նման միջնորդությունը, որպեսզի մինչև վերջնական եզրափակիչ դատական ակտ լինի մնա պաշտոնին, հա, վերականգնվի պաշտոնին, մինչև որ հանգուցալուծում կստանա այդ գործը։ Այսինքն դատարանը, որը որոշեց, որ պետք է մնա։ Միջնորդություն է ներկայացվել Հայցվորի կողմից, այսինքն իշխանության ներկայացուցիչ կարանք ասենք դատական, բայց իշխանության Պետությունում դատական իշխանությունը անջատ է գործադիրից, դա եկեք այդ կանխավարկածով, հա, առաջնորդվենք, բայց ամենայնպես քննարկենք հենց բուտ իրավական կամ օրենսդրական եւ դատական պրակտիկայի տեսանկյունից նշեմ, այսինքն տարատեսակ պաշտոններից ազատման հայցեր ենք դիտարկել, հա, երբ որ վիճարկվում էր այդ ազատումը եւ պետական մարմիններում, այդ թվում բավականին բարձրաստիճան եւ մասնավոր կազմակերպություններում եւ գրեթե չեմ կարող մտաբերել որևէ դեպք, երբ որ նման միջնորդությունը բավարարվի եւ հայցվորը վերականգնվի այն պաշտոնին, որից որ հեռացվել է, հենց այն վեճը, որը որ դատարան է հասել։ Ուստի հենց առաջինը դա էր բավականին զարմանալի, որ նման որոշում է կայացրել, որը կրկին, եթե մենք վերլուծենք կրոնի ազատության իրավունքը եւ միջազգային դատարանների պրակտիկան, կարող ենք ասել, որ դա ինքնին կարող է միջամտություն համարվել, այսինքն դատարանը լինելով աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ, կարծես թե միջամտել է եւ որոշել է ով պետք է այդ պաշտոնը զբաղեցնի, ով չպետք է զբաղեցնի, հայցը ամբողջությամբ չենք տեսել բնականաբար, որտեղ հրապարակային չէ եւ այդ որոշումն էլ համենայնպես այն պահիդրությամբ, երբ որ մենք նայել ենք հրապարակված չէ, որպեսզի հիմնավորումները տեսնենք, բայց սովորաբար նման որոշումներ կայացվում են, եթե անդառնալի հետևանքներ կարող առաջացնել, օրինակ, այս դեպքում ժամանակավոր չվերականգնելը, հա, ասենք, եւ վեճի լուծման համար այդ դեպքում անիմաստ կդարձնի եւ այլն։ Հիմա երկրորդ զարգացումը, որը տեղի ունեցավ, իլրումն այս որոշմանը դատարանի, որը հրահանգեց գործատուին այս դեպքում հայ-արաքելական եկեղեցուն որևէ քայլ չձեռնարկել, որը կարող է խոչընդոտել, հա, այս լիազորությունների իրացման, այդ թվում նաև ֆինանսական գործունեություն ծավալելուն եւ այլն, հա, այսինքն բոլոր այն գործառույթները, որոնք բխում են այդ պաշտոնից, հա, ըստ էության կարծես թե այլ որոշում է կայացվել, պարզապես կարգալույծ արվել, որտեղ չի ենթարկվել ներքին կանոններին, բայց բնականաբար այդ կարգալույծ անելը ուղիղ կապ ունի այդ պաշտոն զբաղեցնելու հետ, որովհետև կարգալույծ արված հոգևորականը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել ըստ էության։ Դա հարկադիր ակտերի կատարման ծառայությունը դիտարկել է որպես դատական ակտի չկատարման փաստ, որով արդեն քննչական կոմիտեն նախաձեռնել է վարույթ։ Իրապես մեր քրեական օրենսգիրքը նախատեսում է նման հանցակազմ եւ ըստ էության կիրառվել են քրեական արտադրության գործիքներ։ Այստեղ կրկին պետք է շեշտեմ, որ սա առանձնատու գործ է եւ սովորական դատական ակտ չէ, թեև անգամ եթե վիճարկվում է եւ տեսականորեն ֆորմալ իմաստով, հա, պետական մարմինները քանի չունեն բացառություն կամ այդ բացառություն անելու հիմք, պետք է երևի գործեն ընդհանուր բնույթի մեխանիզմներով, մենք խոսում ենք միջազգային իրավունքի տեսանկյունից եւ պետք է փաստել, որ Հայաստանի օրենսդրության համաձայն միջազգային նորմերը եւ համապատասխան մարմինների նախադեպերը մեր իրավական համակարգի մաս են եւ պետք է տեղյակ լինեն բոլոր որոշում կայացնողները, հա, այդ դիրքորոշումներից եւ դրանց լույսի ներքո նաեւ որոշումներ կայացնեն։ Այս դեպքում կարծես թե ֆորմալ են գործել, հա, կա փաստ միանգամից քրական վարույթ է նախաձեռնվում ու բավականին արագ մեղադրանքներ են ներգրավում։ Մյուս կողմից նման միջամտությունը, այսինքն քրական գործառույթը չկատարելու կրկին այն փաստի հիմքով, որը ընկնում է բացառապես եկեղեցու ինքնավարության կարգավորման շրջանակներում, կարող է ապագայում դիտարկվել որպես միջամտության դրսևորում։ Իդեպ հարցը հետաքրքիր է նաև միջամտության տեսանկյունից, երբ դիտարկում ենք նաև այն փաստը, որ վարչապետին միացած հոգևորականները այդ հոգևոր խորհուրդը, բարեվարկության խորհուրդը, ինքը նաև հայտարարություններ տարածել, ասելով, որ կաթողիկոսի որոշումը ոչ Հայաստանում անցկացնել այդ ժողովը ինքը անօրինական է, անընդունելի ու հանկարծ մենք տեսնում ենք նման իրավիճակ։
Նախ անդրադառնամ այդ հոգևորականներին եւ վարչապետի հետ կնքված հուշագրին, որը շատ կարեւոր էր, սա այն ձեր նախորդ հարցերի պատասխաններից մեկի մեջ պետք է իրականում ներառվեր։ Նման հուշագիր ի պաշտոնե որպես վարչապետ ստորագրելը կրկին բավականին լուրջ ազդակ է միջամտության գործադիր իշխանության կրոնական կազմակերպության գործունեության ներքին գործունեությանը, հա։ Դրանից բխող արդեն համապատասխան հայտարարությունները, որոշումները եկեղեցու անջատման ուղված այդ թվում նաև, հա, ինչ որ չափով գործողություններ կարող են դիտարկվել եւ կրկին ժողով անցկացնել ինչ որ վայրում կամ չանցկացնել դա աշխարհիկ իշխանությունների կամ մեր որոշելիքը չէ, սա կրկին իրենց ներքին մեխանիզմներով եթե կարծում են որ ապօրինի որոշում է կամ ոչ կամ չի համապատասխանում իրենց ներքին կանոնակարգերին եւ այլն, իրենց մեխանիզմներով պետք է նման բողոքարկեին եւ այլն։ Ըստ էության հայտարարություն անելով, որոշելով, որ ճիշտ է թե սխալ է, իրականում արբիտրը մենք չպետք է լինենք, հա, կամ աշխարհիկ իշխանությունները այս դեպքում, այլ բան է, որ սա երևի պետք է շեշտեմ, որ մենք մի քանի անգամ 25 թվականի ընթացքում հայտարարություններ ենք տարածել որպես կազմակերպություն գործընկերների հետ, հա, որոնց միացել են տարբեր կազմակերպություններ, ասելով, որ Հայաստանում ըստ էության վերջին ժամանակահատվածում քրեական արդարադատության գործիքները չարաշահվում են կամ նկատվում է քաղաքական նպատակներով դրանց օգտագործումը, որի հիմքում դրվել են այդում նաև եկեղեցու սպասավորների դեմ որոշ գործընթացներ, որոնք գուցե եւ պարունակում են որևէ իրավախախտում կամ հակաօրինական արարք, բայց դրանց արձագանքը եւ կիրառված միջոցների եւ նշանակված պատիժների կամ խափանման միջոցների առումով չափազանց է, որը արդեն մեզ համար ազդակ է, որ տեղի ունենում ոչ միայն իրավունքի բացառապես իրավունքի վրա հիմնված գործընթաց, որը մինչև հիմա շարունակվում է, որը շարունակվում է այնքանով, որքանով որ այս գործընթացները դեռևս չեն ավարտվել, ըստ էության մենք հիշատակել ենք եւ Աջապահյանի գործով ընտրված պատիժը եւ գործընթացի բավականին արագ ընթացքը կրկին աննախադեպ կիրառված մոտեցումները մենք համեմատական վերլուծություններ ենք անցկացրել 422-րդ հոդվածով, որը որ վերագրվում են, հա, Աջապահյանին նախկինում նշանակված պատիժների համանման իրավիճակներում այլ process-ներ եւ ակնհայտ երևում էր, որ բավականին տարբերվող մոտեցում է այս բարակօգտագործում։ Էին նշանակում այս դեպքում ազատազրկում։ Տուգանքներ, ազատազրկման պայմանականորեն չկիրառել կամ հանրային աշխատանք, այսինքն ցանկացած այլ տեսակի պատժատեսակ բացի ազատազրկումից, որտեղ ազատազրկումը ընդհանրապես եւ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում դա բացառիկ միջոց է եւ պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ որ ցանկացած այլ սանկցիայի միջոցով հնարավոր չի հասնել նպատակին, այս դեպքում օրինակ բացառել հակաօրինական արարքի կրկնությունը եւ այլն։ Շատ բարի։ Անցնենք մյուս թեմային, տեսեք, մենք գերիների վերադարձ ունեցանք նախորդ ամիս, որը հաջորդեց մեկ այլ իրավիճակով, օրինակ վերադարձված անձանցից մեկը Գևորգը live-ով ելույթ ունեցավ, տարբեր բաներից խոսեց, այստեղ նաև մենք հասկանում ենք այն տառապանքները, ինչի միջով նա անցել է, բայց կար քննադատություն, որ միգուցե պետությունը պետք է վերահսկի նրանց խոսքը, նրանց վարքագիծը, միգուցե դա անիմաստ քննադատություն է, իրոք ինչպես ուզում են անել, ի վերջո դա կարող է նաև իրենց վրա անդրադառնալ։ Ինչ եք կարծում, այստեղ կան իրավական մեխանիզմներ, թե հեռու է։ Նախ ես կողմնակիցը չեմ պետության կողմից խոսքի ազատության ոչ իրավաչափ սահմանափակմանը, այս դեպքում հայրենադարձված գերիները կամ կոնֆլիկտով պայմանավորված անազատության մեջ գտնվող անձինք, որտեղ կոնկրետ ձեր կողմից նշված անձը քաղաքացիական անձ էր եւ ռազմագերի բառը չեն կարող օգտագործել, հա, համենայն դեպս նրանք ունեն արտահայտվելու իրավունք եւ հակառակը իրականում վերջի տարիներին նկատել ենք հակառակ մոտեցում պետության կողմից, երբ որ կարծես թե չի խրախուսվում, որպեսզի ընդհանրապես որևէ հարցազրույց կամ ելույթ ունենան, պատմեն գուցե կատարվածի մասին այլ հայրենադարձվածների, հա, պարագայում, այլ բան է, որ իրականում ինչպես եւ ցանկացած այլ քաղաքացի նրանք ազատ են որոշելու թե իրենց շահերից ինչ է բխում, այսինքն արտահայտվել ցանկանում են թե չեն ցանկանում, բնականաբար բոլորս հասկանում ենք, որ այս դեռևս այս
ժամանակներն էլ դեռ խոցելի վիճակում են գտնվում եւ իրենց վերապրածը բնականաբար ազդում է եւ որոշումների կայացման վրա, հա, եւ իրենց զգացմունքների վրա եւ այլն եւ գուցե եւ չարժի շտապել խոսել, բայց միևնույնն է կարծում եմ, որ պետական մարմինները այս դեպքում որևէ իրավունք չունեն արգելելու խոսել եւ արտահայտվել, անգամ եթե այդ արտահայտված մտքերը կամ իրենց համար դուրեկան չլինեն կամ հասարակության համար դուրեկան չլինեն եւ այլն։ Ստեղ կա այլ խնդիր, որը արդեն ԶԼՄ-ների դերի մասին է ըստ էության, արդյոք պետք է տարածվի ցանկացած սյուժե կամ նյութ գերիների հետ կապված եւ գերության ընթացքում եւ հայրենադարձությունից հետո եւ այլն եւ այստեղ կարեւորը կարծում եմ ընդգծել, որ բավականին լուրջ զգուշավորություն պետք է ցուցաբերեն ԶԼՄ-ները հաշվի առնելով խոցելի վիճակը եւ հնարավոր հետևանքները այդ անձանց համար։ Նախ պետք է նշեմ, որ գերության ընթացքում չի կարելի ու դա հստակորեն արգելված է Ժնևյան կոնվենցիայով, հա, ռազմագերիներին հասարակության հետաքրքրության առարկա դարձնել, այսպես ասած, ինչը մենք տեսանք բավականին շատ, հատկապես 20 թվականի 44-օրյայի համատեքստում եւ դրանից հետո, երբ որ ադրբեջանցի հատկապես զինվորականները, հա, նկարահանում էին ինչ-որ տեսանյութեր, տարածում էին եւ դրանք լծվում էին այդ թվում նաև մեր սոցիալական ցանցերը եւ հարթակները, ընտանիքն էր տեսնում, հասարակությունն էր տեսնում, բոլորն էին տեսնում իրականում այնպիսի դրվագներ, որոնք որ իր մեջ արդեն պարունակում էին պատերազմական հանցագործության տարեր եւ դրան նաեւ գումարվում էր հենց այդ հասարակության հետաքրքրության օբյեկտ դարձնելը։ Այսինքն սա մի խնդիր է, որը որ իրականում ԶԼՄ-ները պետք է շատ ավելի զգուշավոր լինեն տարածելու այդ նյութերը, այդ թվում նաեւ երբ երևում են դեմքերը այդ անձանց եւ այլն։ Մյուս կողմից մենք ունենք խնդիր, երբ որ մենք որպես իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք որ լուրջ աշխատանքներ էին տանում պատասխանատվության ենթարկելու այդ պատերազմական հանցագործներին, նման դեպքում գուցե եւ զրկվենք ապացույցներից, այսպես ասած, հա, որովհետեւ հենց 44-օրյայի շրջանակներում մեր փաստահավաք գործունեության ընթացքում մեր հիմնական աղբյուրը հենց այդ սոցիալական ցանցերն էին, որոնցով որ տարածում էին, հա, այդ նյութերը, որոնք որ հիմք հանդիսացան բավականին լուրջ ասենք գանգատներին եւ այլն։ Այսինքն այստեղ կա երկու կարևոր շահ, որը որ պետք է ամեն անգամ գուցե եւ անհատապես գնահատվի, հա, օրինակ այս նյութը տարածվի, չտարածվի, ավելի շատ վնաս կպատճառի, թե ինչ որ օգուտ կտա ինչ որ շահերից ելնելով եւ այլն։ Մյուս կողմից ու կարծում եմ սա կարեւոր է Հայաստանի պայմաններում նաեւ գուցե ԶԼՄ-ները պետք է ունենան քաղաքականություն այս հարցերը լուսաբանելու առումով։ Այսինքն ոչ թե սկանդալի կամ այդ կլիկբայթերի հետևից ընկնեն, որպեսզի ինչ որ հետաքրքիր միտք են կամ սկանդալային ինչ որ միտք է, այդ ունեւ հայրենադարձված անձը, հա, հայտնում կամ Բաքվում պահվելու ընթացքում են, հա, գուցե ինչ որ դրվագներ եղել, որոնց տարածումը վիճահարույց էր, այսպես ասած, էթիկայի այդ թվնեվ տեսանկյունից, ու այստեղ շատ կարևոր է այդ թվնեվ քաղաքականություն ունեն։ Օրինակ Մետան, հա, Facebook-ը ունի հստակ դրույթներ հենց այս հարցի շուրջ, եւ այդ թվնեվ հայ գերիների մասով մենք ունեցանք կոնկրետ դեպքի քննարկում oversight, այսինքն վերադաս հանձնաժողովի կողմից, արդյոք Մետան պետք է թողնի այդ նյութերը ընդհանրապես իր հարթակում, թե պետք է հեռացնի միանգամից, թույլ չտա եւ այլն։ Ու վերջնական որոշումը, որին մենք որպես կազմակերպություն համաձայն էինք եւ համանման դիրքորոշում էինք հայտնել, այն էր, որ այս դեպքում կոնկրետ արտադրության շահերից ելնելով ավելի կարեւոր էր, քան այդ անձանց օրինակ դեմքը փակելը կամ հեռացնելը։ Վերադառնալով վերջին ժամանակահատվածում հատկապես բարձր հետաքրքրություն ներկայացնող հանգամանքներին այդ թվում նաև բոլորը ցանկանում են իմանալ, հա, այսինքն հայրենադարձված մեր հայրենակիցները ինչպես են, ինչ է իրենց հետ պատահել եւ այլն եւ կարծես թե չափազանց ջանասիրությամբ են փորձում ստանալ, հա, այդ հարցազրույցները եւ այլն։ Սա էլ է շատ կարեւոր, եթե ցանկություն չկա պրոակտիվ, այսինքն անձի նախաձեռնությամբ զրուցելու ԶԼՄ-ների հետ, կարծում եմ, որ սա այն ժամանակը չէ, երբ որ պետք է իրենց հետևից ընկնեն, այո, որովհետեւ նրանք պետք է վերականգնվեն, վերաինտեգրվեն, հանգստանան։ Բայց այս դեպքում գիտեք ինչ տեսանք, տեսեք լրատվամիջոցներից խոսեցինք, բայց հանրային գործիչները, հանրության ներկայացուցիչները, իրենք էլ մեզնից վատ վարկագիծ են դրսել, օրինակ ես տեսա հանրային գործիչներից մեկին, Էդգար Ղազարյան կարծեմ, Վիգեն Էլջեքյանի ընտանիքի մասին գրառում էր արել, առանց խորամուխ լինելու հայտարարել էր, թե ուր է նրա կինը եւ այլն, այսինքն նոր է այդ անձը վերադարձել, չի էլ ասվել, որ նախկինում որ գերեվարված են մի կին էր իր հետ, այդ կինը հենց իր կինն է ու հիմա այս վիճակում է հայտնվում ընտանիքը ու ստիպված է բարձրաձայնել դատի տալ։
Հենց դա էր պատճառներից մեկը, որ Ժնևան կոնվենցիայի դրույթը իրականում նախաձեռնվել է, ոչ միայն որպիսի արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերվի գերեվարված անձի նկատմամբ հենց գերեվարող պետության կողմից, այլ նաև որպեսզի իրենց պաշտպանեն հայրենադարձությունից հետո կամ ընթացքում գերության ընթացքում իրենց հայրենիքում տարատեսակ ոչ հաճելի նվազագույնը ոչ հաճելի երևույթներից եւ արձագանքներից հասարակության, որովհետեւ տարբեր երկրներում իհարկե փորձը տարբեր է եւ հայրենադարձված անձանց նկատմամբ վերաբերմունքն էլ միանշանակ չի լինում որոշ դեպքերում, հենց դրանից պաշտպանելու համար էլ ասում են չպետք է նկարները, այսինքն պարզես անձը ով է, հա, անձնական տվյալներ հայտարարես, այդ թվում նաեւ անձնական կյանքին կամ ընտանեկան կյանքին վերաբերող եւ այլն, որպեսզի հատկապես ուստեղ պետք է շեշտադրենք, հա, որ քաղաքական կամ հասարակական գործիչները պետք է լրացուցիչ ջանասիրություն ցուցաբերեն եւ էթիկան պահպանեն չմիջամտելու եւ այդ թվում անձնական կյանքի հարցեր չքննարկելու հրապարակայնորեն, որովհետեւ կրկին մենք կարող ենք տարատեսակ անձնական կարծիքներ ունենանք որևէ երևույթի վերաբերյալ, բայց այս դեպքում մենք ունենք ավելի կարևոր շա այդ անձը, որը խոցելի վիճակում է գտնվում, ել ավելի չբարթացնել նրա վերընտգրվելու գործընթացը հայրենիքում։ Շատ բարի։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցադրության համար։ Իմ զրուցակիցի իրավունքների պաշտպանություն առանց սահմանի հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։